Ողջույն, օրացույցի վրա փետրվարի 14-ն է։ Շատերի համար սա պարզապես սիրահարների տոն է, բայց պատմության փոշոտ էջերը բացելիս տեսնում ենք, որ այս օրը լի է արյունոտ բախումներով, դաժան ճակատագրերի հանգուցալուծումով եւ մարդկային հանճարի հաղթանակով։ 1932 թվականի փետրվարի 14-ին տեղի է ունեցել մի կարևոր իրադարձություն մեր մշակույթի համար։ Այդ օրը որոշում կայացվեց ստեղծել Հայաստանի գրողների միությունը։ Սա պարզապես կառույց չէր, այլ այնտեղն էր, որտեղ հետագայում պիտի հավաքվեին ու ստեղծագործեին մեր մեծերը՝ Չարենցից մինչև Սահյան ու Սևակ։ Փետրվարի 14-ը դարձավ հայ գրական միտքը մեկ տանիքի տակ հավաքելու սկիզբը։ Փետրվարի 14-ը ողջ աշխարհում հայտնի է որպես Սուրբ Վալենտինի օր, բայց ով էր նա իրականում։ Ըստ ավանդույթի Վալենտինը հռոմեացի քահանա էր, որը գաղտնի պսակադրում էր զինվորներին այն ժամանակ, երբ Կլավդիոս II կայսրն արգելել էր ամուսնությունը, կարծելով, թե չամուսնացած տղամարդիկ ավելի լավ զինվորներ են։ 269 թվականի հենց այս օրն անպահապատժի ենթարկվեց իր հավատքի եւ սիրո գաղափարները տարածելու համար։ Նա թողեց մի երկտող, ստորագրված «Քո Վալենտին», ինչը դարձավ աշխարհի ամենահայտնի սիրային խոստովանության դրոշմագրիքը։ 1779 թվականի փետրվարի 14-ին Հավայան կղզիներում իր մահկանացուն կնքեց աշխարհի մեծագույն ծովագնացներից մեկը՝ Ջեյմս Կուկը։ Մարդը, որ քարտեզագրել էր աշխարհի կեսը, սպանվեց տեղաբնակների հետ պատահական բախման ժամանակ։ Առասպել է տարածվել, թե նրան նաև կերել են, սակայն իրականում տեղաբնիկները եփել են նրա մարմնի մասերը ոսկորներն առանձնացնելու եւ պահպանելու համար։ Փետրվարի 14-ը միշտ չէ, որ եղել է վարդագույն ու քնքուշ։ 1929 թվականի այս օրը Չիկագոյում տեղի ունեցավ գանգստերական բախման ամենահայտնի սպանդը։ Ալ Կապոնեի մարդիկ ոստիկանական համազգեստով գնդակահարեցին իրենց մրցակից խմբավորման 7 անդամի։ Այս իրադարձությունը ցնցեց Ամերիկան եւ դարձավ մաֆիայի դաժանության խորհրդանիշը, ընդմիշտ սև բիծ դնելով այս տոնական օրվա վրա։ 1990 թվականի փետրվարի 14-ին Voyager 1 տիեզերանավը լինելով երկրից 6 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա շրջվեց եւ վարեց պատմության ամենաազդեցիկ լուսանկարներից մեկը՝ Pale Blue Dot, գունատ կապույտ կետիկ։ Այդ նկարում մեր ամբողջ մոլորակը պարզապես մի փոքրիկ փոշու նման փայլող կետ է տիեզերական անհունի մեջ։ Գիտնական Կարլ Սագան ասել է՝ այդ կետի վրա են բոլոր նրանք, ում դուք սիրում եք, բոլոր նրանք, ում մասին երբևէ լսել եք։ Եվ մի փոքր ավելի ժամանակակից փաստ։ 2005 թվականի փետրվարի 14-ին գրանցվեց YouTube դոմեյնը։ 3 ընկերներ որոշեցին ստեղծել մի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան կիսվել տեսանյութերով։ Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց ստեղծածը կդառնա աշխարհի ամենամեծ տեսադարանը, որն այսօր դիտում եք նաև դուք։ Փետրվարի 14-ը մեզ հիշեցնում է, որ կյանքը հակասությունների միություն է, սիրուց մինչև դաժանություն, հնագույն լեգենդներից մինչև տիեզերական բացահայտումներ։